որոշ խոսքի զարգացման ձև ունի իր տարատեսակները։ Նշեմ, որ այդ տարատեսակներից ընտրել եմ ստեղծագործական թերադրությունը։ Ստեղծագործական թերադրությունը իր հերթին ունի իր տարատեսակները, օրինողական, ամփոփի, հազար և առարկայական։ Ես այսօր ընտրել եմ օրինողական ձևը և որի անցկացման նպատակների մասին այժմ ես դա կներկայացնեմ ձեզ։ Ինչու՞ն է կայանում օրինողական թերադրության անցկացման նպատակը։ Իրականացնել օրինողական թերադրություն վառ թերադրության։ Նշեմ, հիմա ես անդրադառնամ նաև վառ թերադրություն ինչի ես ներկայացնում։ Թերադրություն գրելու զուգընթաց կատարել լեզվաբուժական և խաղաղարական աշխատանքներ, կատարել բառերի բառակազմական վերլուծություն, թելադրող անծանոթ բառերի իմաստունի բացատրություն, ակտիվ բառապաշարի հարստացում և նորածանոթ բառերի խոսքում կիրառելու ունակության ձևավորում։ Ուզում եմ այստեղ կանգ առնել և խոսել վառ թերադրության մասին, որտեղ մենք կարող ենք վառ թերադրություն և բառային թերադրություն գրել երեխաներին։ Բառային թերադրությունը էապես դիպլոմատակության տարբերում է վառ թերադրությունից, որովհետև բառային թերադրությունը մենք կարող ենք զուտ ուղղակի բառերը թերադրել և դրանով հասկացնել մեր բառապաշարը։ Բայց վառ թերադրության նպատակները այլ են։ Վառ թերադրությունը պետք է զուգորդվի տարբեր աշխատանքներով, ինչպես նշեցի, կատարել զուգընթաց, կատարել լեզվաբուժական և տրամաբանական աշխատանքներ, կատարել թելադրվող բառերի բառակազմական վերլուծություն, իմաստների վերահանում, բառակապակցությունների կազմում, նախադասության կազմում, ինչպես նաև դրանցով պատմությունների լուծում և այդ բառերը, որպեսզի դառնան մեր ակտիվ բառապաշարի մի մասնիկը։ Այս բառային թերադրության նպատակների մասին երեխաներ։ Հնչեցին վառ թերադրության նպատակները, այժմ անձնաշնորհացումները, որը գրավոր անցկացման ապակին պետք է մենք հասնենք։ Պետք է կարողանանք ներկայացնել օրինական օրինողական թերադրության պայմանները, պետք է կատարել բառակազմական վերլուծություն, այսինքն դուք արդեն կարողանալու եք կատարել։ Կհարստացնեք ակտիվ բառապաշարը նորածանոթ բառերով, կտարբերակեք բառերը կազմության և կկիրառեք խոսքի նկարագրական խոչ, պատմություն, հյուր, սերից։ Ուզում եմ մեկ կարևոր հիշեցում անել երեխաների, սա շատ կարևոր է։ Ինքնին բառը արդեն հիշում է օրինողական թերադրություն, որ մենք օրինված ենք, այսինքն միայն բառերը չենք թերադրելու և գրելու։ Մենք կարող ենք ընթացքում շեղվել կանոնների, այսինքն լրացուցիչ հանրարարություններ կտրվել, որոնք երբեմն կարող են այն աստիճանի ձևափոխել թերադրությունը, որ այն վերածվի փոխադրության կամ շարադրության։ Իսկ այժմ երեխաներ։ Իրականացնել և հուզիսացած գործիքով, որը երեք եղանակով կարող եք գործել հղման միջոցով, որը ես ուղարկել եմ մեկում, կարող եք անմիջապես կոդը հավաքել կամ QR-կոդը ապակոդավորել։ Հիմա մի քանի աշխատանքով մոտենան և QR-կոդը ապակոդավորել այդ եղանակով գործել։ Շնորհավորում եմ Բոարը և Արսենը առաջին տեղում են, Սարգիսը և Ակումը երկրորդ և Դանիելը երրորդ։ Ես կարծում եմ, որ մի փոքր ավելի արագ աշխատենք, ավելի մեծ ցուցանիշներ կապենք երեխաներ, կեցենք։ Ինչպես նշեցի, մենք պրիզմա մեթոդով հիմա վեր կհանենք մեր գրավորի անցկացման թեման։ Ես ինձ հաղթել եմ գրակապտակի բառ եզրույթը։ Կարող եք ասել, ինչ է բառը։ Որից, ինչ է բառը։ Մի քանի հիշումները իմաստն արտակում կոչվում է բառ։ Կոչվում է բառ, շատ ապրես, բառերն ես կազմության հանց տեսակերելու երեխաներ։ Միքայել։ Բառերը լինում են երկու տեսակի, բարդ բառեր և բարդ բառեր։ Շատ ապրես, պարզ բառեր և բարդ բառեր։ Ով կարող է պարզ բառերի սահմանումն ինձ ասել։
Ռաֆայել, Մեկ արմատ ունեցող բառեր կոչվում են բարձ բառեր։ այսօր են երեխաներ, բարձ բառեր են, տարբեր բառեր են ներկայացված այստեղ։ Հիմա բառեր բաղադրիչների մասին խոսենք, հա։ Բառերը կազմված են արմատներից և բաղադրիչներից։ Ըստ այդմ մեկ արմատից կազմված բառը կոչվում է բարձ բառ։ Ինչ կարող ենք ասել բարձ բառերի մասին, ասենք։ Մեկից ավելի կազմված արմատ ունեցող բառեր կոչվում են բարձ բառեր։ Կոչվում են բարձ բառեր։ Շատ լավ։ Հիմա քանի որ մենք իմացանք բառը կարող է լինել պարզ եւ բաղ, ասենք ինչ է արմատը երեխաներ։ Գոհար։ Արմատ բառի հիմնական իմաստը։ Շատապես բառը հիմնական իմաստ է արտահայտում երեխաներ։ Մեկ բանկից կազմված բառերը կոչվում են միաբանք։ Շատապես հաջորդը բազմաբան բառերը սարքից։ Մեկից ավելի բառ ունեցող բառերը կոչվում են բազմաբան բառեր։ Շատապես կեցես իմ տղա, հաջորդը երեխաներ։ Մենք ունենք պարզ բառ, որից առանձնացվեցին միաբանք եւ բազմաբան բառերը։ Այժմ երեխաներ անդրադառնանք բարձ բառերին։ Բարձ բառերին ասացիք, որ մեկից ավելի արմատ են պարունակում։ Ըստ այդմ երեխաներ կարող են ցուցապաստառներին էլ նայել։ Հիմա անդրադառնանք բարձ բառերի կազմությանը։ Բարձ բառերը քանի եղանակով են կազմվում։ Սամվել։ Երկու եղանակով են կազմվում։ Շարունակ կարող ես նշել տարբերակները։ Հոդակապով եւ անհոդակապով։ Շատ հոդակապով եւ անհոդակապ երեխաներ։ Անհոդակապը երեխաներ։ Ինչպես նշեցինք, հոդակապ չի ունի, իսկ հոդակապը ո՞րն է երեխաներ։ Հոդակապը ո՞ր տապնչյունի միջոցով է կազմվում։ Որից Երկու արմատների միջև ավելանում են ահոդակապը։ ահնչյուն տանը շատ ապրես։ Երեխաներ բառերի ծանոթացանք, չէ՞։ Իսկ բառերով մենք առաջին չկարող ենք ասել։ Ասել։ Բառակապակցություն։ Շատ ապրես, կարող ես բառակապակցություն եզրույթի կանոնը ասել։ Առնվազն երկու բառից կազմված մեկ իմաստ ունեցող կապակցությունը կոչվում է բառակապակցություն։ Կեցես իմ տղա, երեխաներ բառակապակցությունը կազմեցին, բառակապակցությունը ինչի մեջ կարող են գործածել։ Տեսնեն Միքայել, Նախադասության մեջ շատ ապրես սովետի նախադասության կանոնը Սարգիս ասա տեսնեն։ բառերի անցումը, որն իմաստը արտահայտում, կոչվում է նախադասություն։ Շատ ապրես, այս նախադասության մասին ինչ կարևոր պայմաններ դիտենք երեխաներ, ինչպես են սկսում այն։ Դանիել, Սկսում են մեծոտարով, վերջում գնում են վերջետի։ շատ ապրես, իմ տղա, տեսեք երեխաներ, կարծես մեր պրիզման մոտենում է իր ավարտին։ Իսկ նախադասությունները, երբ որ մենք շղթայակապ միացնենք, մենք ինչ կարող ենք ստանալ երեխաներ։ Գոհար, պատմություն, որը կազմված է նախադասություններից, շատ է երեխաներ։ Այսօրվա մեր դասի հիմնական թեման բառն է, մասնավորապես բարդ բառերը։ Այսօր մեր թելադրության հիմնական նպատակը լինելու է բարդ բառերի միջոցով իրականացնել օրինողական թելադրություն եւ կատարել դասի խթանմախուլը արդեն հաղթարեցին բարեհաջող, այժմ պետք է գնանք իմաստի նկատմամբ, որի ընթացքում մենք պետք է արդեն սկսենք նախապատրաստվել թելադրությանը։ Մեթոդական շղթանքով են ներկայացնել երեխաներ, այսինքն այն պայմանները, որոնց մենք պետք է հետևենք եւ կարողանանք իրականացնել գրավոր աշխատանքը։ Առաջինը ես կընթերցեմ, առաջին ընթերցումը լսելու համար է։ Հետո բացատրելու եմ յուրաքանչյուր բառի իմաստը, հետո բառերի իմաստներն արտահայտելու են բառակապակցության միջոցով, ենթարկելու են բառերը բառակազմական վերլուծության, այնպես սկսել են գրելու եք կանադական թերթիկների վրա, որից հետո երեխաներ, երբ որ թելադրությունը կավարտվի, դուք իրականացնեք ինքնաստուգում, ես կկարդամ երկրորդ ընթերցում, իսկ դուք ինքնաստուգում իրականացնեք, որից հետո իրականացնելու եք փոխադարձ ստուգում։ Փոխադարձ ստուգումը կատարելու եք փոխանցելու եք թերթիկները եւ միմյանց ստուգելու, որից տրվել է շատ կարճ ժամանակ, որից հետո ես թերթիկները կհավաքեմ։ Երբ մատները միակ նախապատրաստեն գրելուն, դաստակները շարժեցին, մատների խալանները միացվեցին, բացեցին, նախապատրաստում
կանենք, հիմա նախշում բնախշազարդ բառն եք վերելու, ասեմ բնախշազարդ բառը ենթադրիկ բառակազմական վերլուծության։ Ասենք Նախ եւ զարդ։ նախշ եւ զարդ, հոդակապով է թե անհոդակապով։ Նախշազարդ, հոդակապով է ասենք, ով կատարելի նախշազարդ բառի իմաստը բառակապակցության, Դանիել, նախշերով զարդական նախշազարդ, շատ դրդիկ բառը։ Ով է բառի իմաստահայտում բառակապակցության, Միքայել, հասկուն ունեցող կեցը, գրեցին բառը, հասկանում։ Թելադրությունը գրեցին, մեր բոլոր բառերը, որոնք նախատեսվել են, գրեցին։ Այժմ անցնում ենք առաջադրանքի կատարմանը։ Երկրորդ առաջադրանքի յուրաքանչյուր թելադրված բառի պատճառում գնում ենք բառի իմաստը արտահայտած բառակապակցություն։ Շատ երեխաներ կեցեք, կարողացաք նաև երկրորդ առաջադրանքը հաղթահարել։ Հիմա երրորդ առաջադրանքի կատարմանը պետք է անցնել, պետք է ձեր գրված բառերից ընտրեք պատահականության սկզբունքով 5 բառ եւ հացական գոյական կաղապարով կազմեք բառակապակցությունը։ Անցնում ենք հաջորդ առաջադրանքի կատարմանը երեխաներ։ Այժմ ձեր կազմած բառակապակցություններից 3-ը ընտրում եք եւ գործածում եք համապատասխան նախադասության մեջ։ Ինչ դուք կգրեք, ես ձեր դիտումն աշխատանքը կհսկեմ ջերմաչափում մեթոդով։ Կմոտենամ ձեզ, տեսնեմ արդյոք դուք կարողանում եք առաջադրանքը կատարել եւ արդյոք ունեք առաջադրանք թե ոչ։ Բոլորի դիտումն աշխատանքի փաստը գնահատում եմ բարձր, որովհետեւ դուք կարողանում եք համապատասխան ընթացքը կազմակերպել եւ առաջ հավաքել։ Թելադրության բուլումը ավարտեցինք, այժմ ֆինանսավորման ընթացքն է, որտեղ ես երկրորդ ընթացքում իրականացնում ստուգում եմ։ Նախշազարդ, հաստատուն, սառնափախիվ, արագավազ, ձյունաճերմակ, կատակասեր, սրամիկ, զվարթաձայն, գլխաբաց, թանկարժեք, սպիտական մաս։ Երեխաներ, մենք ինքնաստուգումն իրականացրեցինք։ Հիմա իրականացնում ենք փոխադարձ ստուգում։ Փոխանցում ենք դեպքերը, փոխանցում ենք ձեր ընկերոջը եւ ստուգում ենք ձեր ընկերների գրված դրամությունը։ Փոխադարձ ստուգումներ կատարեցինք, այժմ գրավորների հանդիման ժամանակն է։ Մենք իրենք շատ լավ մի խաղային հնար, որի օգնությամբ կարողանում ենք այնպես հավաքել աշխատանքային վերաբերյալները, որ ակնկալի 1, 2, 3 Դասի կշռադատման բուհում ենք գտնվում և դանդրադարձը կատարելու երկու եղանակով։ Առաջին անգամին են learning apps ացածոցիկով, ինչպես նաև հաջորդ մեթոդով, որը որ ես կներկայացնեմ, իրականացնենք անդրադարձ։ Learning apps խաղի զուգումը ես տեղադրել եմ մեր խմբում, արագանցում և սկսենք կատարել։ Դուք ինքնին աշխատում եք, մեկ երկու երեխա թողնան աշխատել երեխաներ։ Արսենալի ունենք 3 պատուհան, պարզ կատակցավ։ Տրվելու է բառը։ Պետք է արագ որոշեք բառը որ տեսակին է պատկանում եւ սա այսնելով տանեք համապատասխան եզրույթի վրա։ Դասասենյակ։ Ահա։ Ինչպիսի բառ։ Ապրես, նստի, հաջորդը վարկես, գարթաբառը արագ։ Բառ, ինչպիսի բառ է։ Բառ, նստեցինք, հաջորդը Բորիս։ Անձանցավոր կեցել դու, հաջորդը գողարի, գատա,
ապրես, դրակի հաջորդը, ասացավորար, հաջորդը, Դանիել, կախորը, ապրես, ասացավոր, շանդապես, Մարիանա, կեսել, Արաբացու կակա, ապրես, Ացումները, տեսեք ինչ է կատարը, թե չէ, կեցեք, ձեզ մոտ ես կացակարգատը, երկու փուրով երեխաներ, մեկը լրնիկ և սխաղով, իսկ մյուսը ուսապար մեթոդով։ Ուսապարկը եթե ձեզ շատ սաղոտ է, ուսապարկ առանց որի դուք չեք կարողանալ դպրոց գալ։ Ձեր ուսապարկերը գալիս են դասագրքերով, բայց պիտի դուք վերադառնան գիտելիքներով։ Հետևաբար, ես ձեզ 3 հարցեր առաջարկում եմ։ Այսօր ես ինձ հետ կկանեմ հետևյալ գիտելիքները։ Դուք պետք է նշեք, թե ինչ եք սովորել։ Կեց ես որից, ուսապարկս լիքն է, կտրեմ սիմա դու ասար։ Անելու ես։ Երորդ պետին է կանդրադանում, ուսապարկը կարտակ է, որովհետև կա որևէ աշակերտ ու ուսապարկն այսօր դատարկ է։ Այժմ ձևավորող գնահատման ժամանակն է եղան։ Ձևավորող գնահատումը ես բոլորից գնահատում եմ գերազանց, որովհետև գերազանցության մասները նա նպատակին հասնել է։ Դուք այսօր կարողացաք ամբողջությամբ կատարել առաջադրանքները, հասնել ձեր նպատակին ցուցաբերելով համապատասխան վճռություններ։ Կեցեք։ Իսկ տնային աշխատանք կլինի այսպիսի հազարարություն։ Այս բառերը որոնք մենք թելադրեցինք, եւ ձեզ անհատական թերթիկներ կտանեք, եւ այդ անհատական թերթիկների վրա իբաջին առաջադրանքը, որը դուք կատարեք, կազմել եք նախադասություն։ Այդ նախադասությունը կազմում է փոքրիկ պատմություն եւ անպայման վերնագրում։ Շնորհակալություն դասի համար։